Ինչ էլ գիտի Նիկոլի ամենաթույլ տեղը։ Մի հատ էլ սրա նման բաժակ կողքը նույն ձևի հայտնվել է։ Այս sense որ չոտքի բացատրում է։ Հրապարակվել են խիստ անձնական բնույթի տեսանյութեր, Սեքս սկանդալը, որը մենք չէինք ուզում։ Նա լավ խոսք կա փողոցներում, bez աչոտ խոսալու։ Որնա double մուտիտը կհասնեք դուք։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, քանի Skynet-ը չի ակտիվացել եւ ChatGPT-ին դեռ չի գժվել, մենք ողջունում ենք ձեզ։ Ողջունում ենք, որովհետեւ դուք կանգնած եք մեզ հետ, իսկ եթե զգում եք, որ կարող եք ավելի պինդ կանգնել, դրա տարբերակը մեր Patreon-ին միանալն է։ Իսկ եթե ուզում եք, որ ձեր կառուցած շենք շինությունը ավելի պինդ կանգնած լինի եւ մնա հավերժ, ապա GTB Steel-ը Արարատի մարզում ձուլում է ինչ? Լավագույն արմատուրաները եւ տալիս է պատասխանը ինչ կլինի, եթե ձուլես գերմանական տեխնոլոգիաները Արարատյան դաշտավայրի հետ։ Ինչպես գիտեք, մեր անուշ գործընկեր JMC-ն ունի Grand Avenue pick-up-ներ եւ դրանք ունի մեծաքանակ քանակությամբ։ Դրանք ունի տարբեր գույների, տարբեր համի եւ հոտի, բայց բոլորը ավտոմատ փոխանցման տուփով։ Pick-up-ները շատ հարմար են Dacia ունեցող բազմանաֆար ընտանիքների համար։ Գներն էլ շատ կուլտուրական 13 միլիոն 900 հազար դրամ։ Եվ այսպես սկսենք բարի լուրից։ Ավինյանը չի ուզում նստի բանտ ու դրա համար անում է ամեն ինչ։ Ամեն ինչ, նույնիսկ միացավ ինտերնետի ամենակրինժային թրենդին։ Ինչ էլ գիտի Նիկոլի ամենաթույլ տեղը։ Որն է։ Անողոք շողոքորթություն, ես զարմանում եմ, որ դեր հերցանով չի գնում գործի։ Մինչ Երևանի քաղաքապետը չի գնացել, բան մեկ այլ քաղաքապետ ոչ միայն բանտում է, այլ նաև շարունակում են նոր մեղադրանքներ առաջ գալ, որտեվ չֆայմ այդ ժամանակին մի հատ սրտի կանի։ Արա գորմեր, ճվակ, հայլարա մերզի շերժին, էլ ինչ աներ։ Էդի հին էր, պետք է տարին մի անգամ կրկներ, դի թարմացնի։ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին, որը կալանքի տակ է գտնվում եւ որի լիազորությունները կասեցված են, նոր մեղադրանք է ներկայացվել նոր քրեական վարույթի շրջանակում։ Քննչական կոմիտեում նախաձեռնված վարույթը վերաբերում է Ղուկասյանի հրապարակային կոչին, ուղղված Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվելուն։ Որովհետև 4 միլիոն դրամի կաշառքի գործը շատ թույլ էր, պետք էր դոզան բարձրացնել։ Հիմա էլ ուզում եմ մի ամբողջ երկիրը հանձնի։ Իդեպ այդ կոչը ինքը արել էր սեպտեմբերի 16-ին, ուղղակի դες մի ամիս պահանջվեց, որպեսզի Գյումրվա կոլորիտը վրից հանեն, տեսնեն մի հատ հասկանան ինչ ասել։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը պատասխանելով լրագրողների հարցերին հրապարակայնորեն կոչ է արել հրաժարվել հայ ինքնիշխանությունից եւ կողմնորոշվել կամ Թուրքի կողմն ենք անցնելու կամ Ռուսի կողմն ենք անցնելու։ Այսօր հարցը դրել են կամ պետք է այստեղ լինի ռուսը կամ պետք է լինի թուրքը։ Ով հիմա դա դուք էլ բոլորը ուրեմն բան աղեք, ոնց ապրիդիլի տեղեք, էլի այդպես ասեմ ձեզ։ Հիմա կամ Թուրքի կողմն է կոնվորոշվել, կամ Թուրքի կողմն է, կամ Ռուսի հետ պետք է գնաք։ Թուրք չէ, այ հենց այդ միամիտ բնազդիդ վրա էլ խաղաց ու քեզ սկսեց ռուսի թագարթը, добро пожаловать к Ивану։ Բայց կարող է նա նկատի ուներ ոչ թե sense ուղղակի մտնենք միտեղ, այլ Եվրամիության նման դառնանք ինչ-որ մի ավելի մեծ կառույցի մի մաս առանց կորցնելու անկախությունը։ Այո, ես իմ ցանկությունն է դա որ միություն կազմենք։ Ոնց որ ամբողջ Եվրոպան է միություն կազմում։ Ամբողջ Չինաստանն ու Ռուսաստանն են միություն կազմում, բայց Հայաստան Իրանից ինչ է ներկայացնում որ միություն չկազմի։ Ահա, Եվրոպայի նման, եթե սա ինքնիշխանության կորուստը նշանակում է, որ պետք է նստացնել նաև ամբողջ ԿՊ-ին, որովհետև դրանք ընդունեցին օրենք եվրոինտեգրման, այսինքն sense լրիվ Եվրոպային հանձնման մասին։ Նա ինքը չի շեշտում, որ կուզենա, որ անկախ պետականությունը մնա, այդ է խնդրեմը։ Այ եթե դա էլ ասեր, вообще գործը կփշրվեր։ Բայց անկախ Հայաստան պետականությունը պաշտպանելով։ Եթե դրա համար որևիցե մեկը ինձ բան կասի, ուրեմն ես իրան կասեմ թուրքա հբադակ շան տղա։ Դե ոնց որ ավելի ռեալա քֆուր դնելու համար գործ բացեն, քան թե ինքնիշխանության կորստի։ Իշխանությունը տուպը օգտվում է նրանից, որ մարդիկ ուղղակի չեն սիրում Վարդան Ղուկասյանին, բայց օրենքը պետքա նույնը լինի, նույնիսկ տհաճ մարդկանց հանդեպ։ Մարդը առաջադրվել է կոմունիստական կուսակցության կողմից, ոնց գլխի չի կգնում, որ մի օր կարող է եւ ուզի ինչ որ ավելի մոտ լինի Ռուսաստանին։ Okay, քանի sense Mickey Mouse գործ է կարվում,
Էլ ոնց կարանք այս ամիջը անլրջացնենք։ Քննչական կոմիտեի քննիչներին զգուշացնում եմ, որ իմ վստահորդի հետ ցանկացած գործողություն, եթե դուք մուտք գործեք կենտրոն քրեակատարողական հիմնարկ եւ կատարեք առանց իմ մասնակցությամբ եւ առանց պարոն Ղուկասյանի պաշտպանների մասնակցության, դա մենք դիտելու ենք որպես բռնաճնշում։ Այս կինը ոչ մի ձև չի ներում, որ 18 թվականին են ամբողջի ժամանակ իրան մերժեցին, այնտեղ տեղում մերժեցին ու միջև կյանքի վերջ մուրը հանելու ու հանելու։ Պրինցիպի, էսի կարող է բանը մեղմացնող հանգամանք է տոլնի, որ Ղուկասյանը դիմացել է Զարուհի Պաստանջանի հետ ձայնին այսքան ժամանակ։ Բայց քանի Ղուկասյանին պատժում են ավել պակաս խոսելու համար, Փաշինյանը այդ ընթացքում ասում է, որ մեր ժողովուրդը ուղղակի սովոր չի ապրել խաղաղ պայմաններում։ Մենք պետք է նաև հարաբերվենք այն իրավիճակի հետ, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է, հասկանում եք, անծանոթ երևույթ։ Դե որովհետև հազարամյակներով մենք սովոր ենք ապրել պատերազմական պայմաններում ու հիմա Նիկոլը բերեց խաղաղությունը ջարդեց մեր գլխին ու հիմա ինչ պետքա դրա խաթր փոխենք մեր նիստուկացը նո իրականում ինձ թվում է մեր ազգը կարա մարսի խաղաղությունը ու ինչ որ ձև հարմարվի անկոնֆլիկտ կյանքի ու չնայած խաղաղությունը արդեն եկել է, արդեն հաստատվել է, բայց մի փոքր նյուանս կա, մի են պայմանագրի տակ են մանր ֆոնտով բան, որ պետքա խնդրենք ազգը անի, որ հաստատվի վերջնական խաղաղությունը։ Չէ։ Խաղաղության ամուր լինել չլինելու հարցում ըստ վարչապետի վճռական նշանակություն է ունենալու 2026-ի խորհրդարանական ընտրությունը։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա ըստ էության այդ առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը եւ նպատակն է։ Եվ այսպես տիկնայք եւ պարոնայք մենք ստացանք 26 թվականի ընտրությունների գլխավոր մեսեջը ով Նիկոլենց հետ է ուզում է խաղաղություն, ով դեմ քվեարկի ուզում է պատերազմ։ Բայց այս ամենը դες այդքան էլ կարևոր չի 26 թվի ընտրություններին ոչ էլ հասնելու ենք, որտեվ Սերժենք անում են impeachment։ Էդի հա, բայց մարդ ես, եթե այս բարդ շախմատային կոմբինացիան էլ դուրս գա տրոց, ապա սա արդեն նախընտրական պայքարն է։ Բավարար չի պետական բյուջեն, ուրեմն մենք բավարար չափով հազար ներողություն գիտեմ, որ սենց հայտարարությունները նաև նյարդայնացնում են։ Ուրեմն մենք բավարար չափով արդյունավետ չենք աշխատում։ Չէ, դա չի նյարդայնացնում։ Հանգիստ ասեք, որ արդյունավետ չեք աշխատում։ Հանգիստ։ Փաշինյանը նաև կպավ հայ բարեգործներին։ Երևի մեր ձևովին է ակնարկում։ Ես անկեղծ ասած ես շատ բան ունեմ, նյարդ ունեմ կուտակված այն դեպքի համար, երբ որ մարդիկ ասենք ենթադրենք 100,000 դրամի բարեգործություն են անում 4 միլիոն դոլարի գովազդ են անում իրանց, այսինքն $100,000 ծախսում են մի հատ պուլպուլակ սարքելու վրա, հետո 4 միլիոն դոլար ծախսում են լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի վրա։ Կարող է կրկեսի բացումը նկատի ունի։ Չէ, դա շատ գովազդ պետք չէ, շատ սիրուն էր նոր կրկեսը։ Նկարների վրա եմ դա տեսել։ Կարող է Հիսուսի արձանը նկատի ուներ։ Չէ, դա բարեգործություն չի, դա տուրիզմի համար է եւ հոգու փրկության նաեւ Ինձ թվում է ուրիշ բան այստեղ։ Բա նոր կառուցված մանկապարտեզը, սենց ոնց կլինի եւ այլ, հետաքրքրվում ենք, էս ինչ մանկապարտեզը։ Բարձվում է, որ մանկապարտեզը կառուցվել է բարերարների ջանքերով։ Կառուցվել է, բացումը արվել է, ռեպորտաժները գնացել են, վյուները ապահովել են, լայքերը ապահովել են, կոմենտները ապահովել են, մեդալը կախվել է, եւ դրանից մի ամիս հետո մանկապարտեզը փակվել է, ինչու՞։ Որովհետեւ հոսանքի պարտք ունի։ Դե տենց առանց անուն ասելու ում ասես կարանք մտածենք, ում ասես։ Իսկ բուն կառավարությունը 18 թվից սկսած բյուջեն ավելացրել է 136%-ով։ Վաու, իսկ կարաս ավելի հասկանալի բացատրես, դες շատ ավելի պարզ։ 781 միլիարդ հաներ շխկցրել են սեղանին։ Մի քիչ ավելի պարզ, նենց որ ամբողջ ԿՊ-ի ընտրազանգված է իր ժողովրդի ծոցով հասկանա բոլորը։ Այսինքն մի հատ էս բաժակը կար 2018 թվին, մի հատ էլ սրա նման բաժակ կողքը նույն ձևի հայտնվել է, պլյուս 36%։ Այս sense որ չոտքի բացատրում է, լրիվ հասկանում ենք։ Լավ, նախընտրական տարի է, պետք է արդեն մանրից սկսել լավ բաներ մեզ խոստանալ։ Ամենակարևոր նորություններից մեկը կներդրվի առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Թույն, ուրիշ։
Նախատեսվում է այս տարեվերջին հաստատել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծն ու 26-ին անցնել արդեն նախագծի իրականացման փուլ։ Մի կանգնեք, միանգամից մետրոն էլ խոստացեք մյուս տարվա վրա։ Սպասի, մի քիչ դառնություն կա այդտեղ։ Մենք ցույց ենք տալիս մի կողմ տնտեսական աճ, փողի մեծ շրջանառություն Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք աղքատության էական նվազում չենք ունենում։ Էլի եկանք նրան, որ Սերժը շատ անհաջող ու թամբար ժողովուրդ է գցել Նիկոլի ջեբը։ Գուցե անհաջող ժողովուրդ, բայց շատ հաջող ընդդիմություն։ Հենց Նիկոլը ոնց է նեղ սրտում, երբ ընդդիմությունը մի օր բացակայում է։ Խորհրդարանական ընդդիմությունն այսօր բոյկոտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ազգային ժողով կառավարություն հարցոպատասխանը։ Ընդդիմադիրների դատար կաթոռները վարչապետ Փաշինյանի հետաքրքրությունը շարժեցին։ Մեր գանձերը ուր են բա այսօր։ Ուրեն մեր համովները, ուրա մեր ինյանի մեջի յանը, ուրա Բեթմեն ու Ռոբինի մեջի Ռոբինը։ Իսկ համովները դուրս են եկել կուլիսներ, որպեսի պլանավորեն impeachment-ը, որը չի ստացվում առայժմ։ Դե վերջ, այսքանը առաջին մասը, մնացեք մեզ հետ։ Դրանց մարդիկ կգնահատեն, որ չմտանք են պատարագի սկանդալի մեջ։ Արա, ժողովրդին պետք է մի քիչ ավելի հստակ բացատրել։ Եվ այսպես մենք որոշեցինք չմտնել այդ եկեղեցական պատարակային սկանդալի մեջ։ Կեղծ պատարակա ամեն ինչ պարզա որոշեցինք, որ ասելու բան ստեղ չկա։ Գուցե տերասողիկը ինչ որ ասելու բան կօրինա, կմտածեք դուք։ Օրհնեցեք Տեր հայր, ձեզ երկու հարց ընդհանրապես։ Հա։ Չէ, որևիցե հարց չունեմ։ Դե տերասողիկն է, ոչ թե տեր հասկացողիկը, մեծ որ փորձենք բացատրել, իրանք են հարցը տալի, ուզում են որ դուք մի բան ասեք։ Լրագրողը տալիս է հարցը, ենթադրվում է, որ տեր ասողիկը ինչ որ բան պետքա ասի այդ հարցի վերաբերյալ, որը մանավանդ եկեղեցուն առնչվում։ Տեր ասողիկ։ Երեկվա կաթոլիկ եղած քահանան Ես ասելու բան չունեմ։ Դե եթե նույնիսկ տեր ասողիկը ասելու բան չունի, ուրեմն մենք չունենք ու չունենք։ Բայց դուք մնացեք մեզ հետ երկրորդ մասում այդ պորնո տեսանյութերը, որը հայտնվեցին, ինչպես դրանք ընկան համացանց եւ ով սկսեց այս ամենը եւ իհարկե վաղաշաբաթի ընտրությունները։ Շատ անսպասելի եկավ սոցգովազդի էջը։ Այո, շատ անպատրաստից տեսնենք ինչ ենք պատրաստել։ Շատ հաճախ հայկական քեֆերը անցնում են ուրախ երաժշտության տակ, ինչը շատ նորմալ է, բա քեֆ է, ուրախություն է, պետք է ուրախանան, բայց ոչ պակաս հաճախ մեր հայրենակիցները ուրախ տժում են շատ դառը երգերի տակ։ Օրինակ Ներսիկ Իսպիրանի հայոց երկիրը մնաց Արաքսի ափից այն կողմ։ Կամ Ներսիկ Իսպիրանի ցանկացած այլ երգ, բայց կան նաև ուրիշները։ Վարդանիկ Արարատը մեր լեռնա, Եղեռնը Թուրքի բեռնա, ու հայերը անզուսպ ուրախանում են, ինչու, որովհետև Եղեռնը Թուրքի բեռնա։ Մի հատ լավ մտածենք, արդյոք ազգի հոգեկան վիճակի համար նորմալ է, որ մենք տժում ենք դառը, թախծոտ ու շատ հորի սյուժեով երկերի տակ։ Կարող է ազգովի գիժ ենք տենց դառնում։ Ասենք ոնց կանան մշեցիները տժան աշխարհի ամենատխուր մշեցների մասին երկի տակ, որը հետևյալն է. Խեղճ մշեցին մեռավ լալով, օտար երկրներ մանգալով։ Տիրելի հայր, ուրախացեք ուրախ երկերի տակ։ 21-րդ դարն է վերջի վերջո։ Well, if you know, you know. If you know, you know. Գնացինք։ Так, հələ։ Այդքան համովա։ Համովա։ Jalapeno։ Эти как пиццуль. Ни себе. Я прочее. Եթե գիտես։ Սիրում եմ մեր երեքշաբթիները։ Եվ այսպես սեքս սկանդալը, որը մենք չէինք ուզում, որը չկար մեր աղոթքների մեջ, բերեցին գցեցին մեր ջեբը։ Եվ այսպես Փաշինյանի ստատուսը,
կամ հորդորը, չգիտեմ, գիտնականները դեռ վիճում են, գնա քերակնոջը դոմփի սրբազան, ստացավ իր տեսաերիզը։ Իշխանության ու Մայրաթորի վերնախավի միջև հակամարտությունը հասավ անկողին ու լողարան։ Գիշերը մի նորահայտ տելեգրամյան ալիքում հրապարակվել են խիստ անձնական բնույթի տեսանյութեր, կից գրառմամբ, թե այդտեղ Մայրաթորի դիվանապետն է։ Տեսանյութում ենթադրյալ սրբազանը եւ ենթադրյալ քերակինը ցուցադրելով հիգիենայի բարձրագույն մաստեր կլաս անում են այն, ինչ չեն անում, երբեք չեն անում քերակնոջ հետ։ Նույնիսկ ենթադրյալ։ Ոչ մի քերակնոջ հետ։ Հիմա կարա չէ առաջանա հարց, որտեղից սլիվ արվեց այս տեսանյութը։ Տեսանյութ, որը անոնսել էր մի եկյա վարչապետ մարդ։ Նու շատ բութ մարդկանց մոտ կարա առաջանա այդ հարցը։ Նո, հա, կարա։ Բարեբախտաբար այս անգամ քարոզիչները այնքան տուպոյ, սենց անգրագետ ձևով էին սլիվը կազմակերպել, որ հարցը գրեթե սպառված է։ Տեսանյութերն առաջինը հայտնվել են Armenian Wikileaks անունով տելեգրամյան ալիքում։ Հոկտեմբերի 25-ին ժամը 00:24-ին իշխանական Մեդիանյուզը գրում է, թե Արշակ arczepiskopos-ը պահանջել է Կտրիչ Ներսիսյանի հրաժարականը։ 6 րոպե անց հոդվածն արտատպվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական լրատվամիջոցում CVKM-ում։ Այս հրապարակումից շուրջ 1 ժամ անց Armenian Wikileaks-ում հրապարակվում են ինտիմ տեսանյութերը։ Ես ինչ-որտեղ արդեն տեսել եմ այս սխեման մի 500 անգամ, վերջի մի 5 տարում։ Սխեման շատ պարզ է, ինչ-որ տուֆտալ լրատվական կայք կամ տելեգրամյան ալիք վերցնում են իրանց մոտ սլիվ են անում նյութը, բայց քանի որ այդ տուֆտա կայքը կամ ալիքը չունեն ոչ մի հետևորդ, գալիս է իշխանական լրատվական CVKM խառը ալիքներ, որ այդ նյութը տանում են դնում են իրանց մոտ արդեն մեծ լսարանի, ասում են, հələ նայեք, այս ինչ խայտարակություն է, ոյամա։ Ուղղակի այս անգամ մենակ դա չեն ասում, այս անգամ double մուտիտ էին արել։ Որն է double մուտիտը, կհարցնեք դուք սիրելի բարեկամներ։ Այնքան խորամանկ եւ բազմաշերտ էր մուտիտը, որ այն դատապարտված էր կոտրվելու սեփական ծանրության տակ իրենց գլխին։ Հովանավանքում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութերին, պնդելով, որ իշխանությունները դրանց հետ կապ չունեն։ Այն մարդիկ, որ կոմպրոմատներ ունեն իրար դեմ, թող հեռու մնան եկեղեցուց, հեռու մնան ժողովրդից եւ գնան իրար կոմպրոմատները իրար դեմ օգտագործեն։ Արշակ arczepiskopos Խաչատրյանի հրաժարականի պահանջից հետո Գարեգին Բ-ն հրապարակել է տեսանյութերը։ Նույն լուրը 10 րոպե անց հրապարակում է CVKM-ը։ Գարեգինի ջեբը օպերացիան հենց սկզբից սկսեց սայթաքել։ Այդ Media News կայքը, որը եւ առաջ էր բերել այդ վարկածը, որը շատ արագ civic-ները տարանդրեցին իրենց մոտ, արդեն իսկ ասոցացվում է վարչապետի գլխավոր պրոպագանդիստ Տարոն Չախոյանի հետ։ Ըստ որի Media News-ը եւ Armenian News-ը կապված են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ։ Ինքը Չախոյանը երբեք չի հերքել կապը Media News-ի հետ։ Civilnet-ը պարզել է, որ նման սխեմա գործել է նաև հոկտեմբերի 17-ին տարածված գաղտնալսման ժամանակ։ Ու դե իշխանական քարոզիչները սկսեցին օրգազմիկ խանդավառությամբ տարածել այս նյութը, որը հիշացնեմ, էլի ձեր վերսիայով Գարեգինի վրեժն էր Արշակ Սրբազանի նկատմամբ, որը ուզում էր իրան հանել։ Ոստեղ օգնության հասան բավական բութ քարոզիչներ, որոնք բավարի վարի տվեցին այս գեղեցիկ լավ մշակված արխիտեկտուրայով մուտիտը։ Տելեգրամյան ալիքում հրապարակվելուց հետո դրանց առաջին տարածողները քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը հարող կամ աջակցող էջերն ու օգտատերերն են եղել։ Armenian Wikileaks էջում նույն օրը ժամը 11:18-ին անգամ կոչ հայտնվեց Արշակ arczepiskopos Խաչատրյանին կարգալույծ անելու պահանջով։ Մեր ուսումնասիրած էջերի բովանդակությունից պարզ է դառնում, որ դրանք այս կամ այն կերպ կապված են ԿՊԱ-ականների հետ կամ պարզապես աջակցում են կուսակցությանը։ Աջակիցները այնքան խայտարակ վատ գործեցին, որ նույնիսկ ԿՊԱ-ականներն են շոկի մեջ։ ԿՊԱ-ականներն են շոկի մեջ այդ մուտիտից։ Այդ ամեն ինչը համընկնում է Նիկոլ Փաշինյանի եկեղեցու հանդեպ հայտարարությունների հետ, ձայնագրությունները, գաղտնալսումները, այսինքն դա պատահականություն։ Այո, բայց չմոռանանք, որ հաճախ կարող են նախ արչի ծառայություն մատուցել տարբեր մարդիկ, ովքեր ինչ որ ձևով հասանելիություն ունեն այդ մատերիալի նկատմամբ եւ ես չեմ կարծում, որ այդ ձայնագրությունները եւ կարծում եմ մեր քաղաքական թիմից եւ որևէ մեկը չի կարծում, որ այդ ձայնագրությունները դրական ազդեցություն են ունեցել։ Հեգնանքի մեգա բերումով հենց այդ պահին հետևից ասնում է Վահագն Ալեքսանյանը, ում չար լեզուները կապում են հենց CVKM-ի հետ, որը եւ այդ արչի ծառայությունն է։ Չէ, դե մենք հաստատ մենակ գիտենք, որ ոդկասթավարը, որտեղ պատգամավորը չի կարա լինի նաեւ լրագրող կամ ղեկավարի լրատվամիջոց, չէ։ Իհարկե չի կարա,
Ալեքսանյանը իր իսկ հերթին արդեն հասցրել էր բողոքել իր իսկ civic elements տարածվող նյութից արա լոկին քակա կերել էս մարդկանց մոտ։ Լավ, մի հատ էլ լսենք Արշակ Սրբազանը ինչ ասում է սա ինչի մասին։ Տեսանյութի հրապարակմանն անդրադարձել է հենց ինքը Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Նա նախ հերքել է, որ ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարական ներկայացնելու պահանջ է ներկայացրել։ Դա հորինվածք որակելով։ Այնուհանդերձ Խաչատրյանն ուղիղ տեքստով չի հերքել տեսանյութերի իսկությունը։ Գաղտնի նկարահանման էլեմենտը չի բացառվում, որովհետև ինչ որ պատկերներ կան, որ հնարավոր է մարդուն իդենտիֆիկացնելու համար այդ տեսանկարահանումները օգտագործված լինեն։ Բայց իհարկե բովանդակությունը ամբողջովին հերյուրանք է։ Եկեք հասկանանք ինչ ունենք վերջնահաշվարկում։ Հիմա այս կամ էս ամեն ինչը կեղծ է, ինչ որ AI-ով են սարքել կամ ինչ որ բան, որ վարկաբեկ են մարդուն, ինչը ահագին սարսափելի հորի է։ Կամ ամիսներով ձայնագրել են վիդեոյով լոգարանում մարդուն, որպեսի վերջում տոննա ու կես օրենք խախտելով, նաև խառնելով այդ ամենը սլիվ անեն։ Ինչը էլի ոնց որ սարսափելի հորի է։ Հիմա եթե օրը ցերեկով, այսինքն օրինազանցություն է տեղի ունենում, ինչ պետք է անել։ When there's something weird in the neighborhood, who you gonna call? Daniel Ionessian. Կեսօրից հետո իրազեկ քաղաքացիների միավորումը հանցագործության վերաբերյալ հաղորդում ուղարկեց դատախազություն։ Հայտնի չէ ինտիմ տեսանյութի տարածումից ավելի քան կեսօր անց իրավապահները վարույթ նախաձեռնել են, թե ոչ։ Մենք չունենք արդարադատության համակարգ։ Ոնց թե չունենք արդարադատության համակարգ, Նինա։ Ասեցին, չէ՞, Դանիել ենք, դիմել են։ Անկամ եթե մեր սիրելի Դանիել Յոհաննիսյանը նամակ գրություն գրի ու ինչ որ քրեական գործ հարուցվի, ես համոզված եմ ավելի քան, ինչպես նախկին դեպքերում, դա որևէ արդյունքի չի հասնելու։ Ինչ որ թերահավատություն եմ զգում առ Դանիել։ Դանիելը որ մի բան ահազանգում է, միջև վերջ տանում, օրինակ հեղափոխությունից հետո Ալենի դեմ ահազանգեց, նստած է, Ավինյանի դեմ ահազանգեց, նստած է, չէ՞։ Վստահ չեմ, բայց հոգևորականներին փակին։ Արվածը այնքան տիեզերական ծավալի էր, որ խորը քնից արթնացավ ՄԻՊ-ը, մարդու իրավունքների պաշտպանը։ Ինքը կա։ Դե փաստորեն հա։ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել տեսանյութերի հրապարակումից ժամեր անց։ Ընդհանուր տեքստ է ընդհանրական նախադասություններով։ Անահիտ Մանասյանը անթույլատրելի է համարում մասնավոր կյանքի, անձեռնմխելիության ու անձնական տվյալների պաշտպանության իրավունքների համատարած խախտումները ու դրանք կանխարգելելու ուղղությամբ բավարար քայլերի բացակայությունը։ Ազատություն, շատ նուրբ բշտիկ։ Իսկ մենք տեղափոխվենք Էջմիածին, այս անգամ առանց սկանդալ, այնտեղ պատրաստվում են համայնքապետի ընտրություններին հմեկում բանավեճ էր այս առիթով։ Թվում է թե հրաշալի հնարավորություն է գնալ ու բոլոր մրցակիցների եւ կամ Պետրոսի պորտը տեղը դնել։ Վաղաշապատի համայնքապետի թեկնածու ընդդիմադիր հաղթանակ դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը չի մասնակցել Կիրակի հանրային հեռուստատեսությամբ հերարձակված մեծ բանավեճին։ Եվ այսպես նա նախապես էր հայտարարել չի մասնակցելու իր բառերով աղմկոտ շոուին։ Եվ Խաչատրյանի խոսքով այդ որոշումը ողջունել էին վաղաշապատցիները։ Վաղաշապատցիներն էլ համոզվեցին, որ մենք շոումեններ չենք, շոուների չենք մասնակցելու։ Պարոն Ազատյան, Սևակ Խաչատրյանի տեղեկությամբ բանավեճն ուղիղ եթերում չի եղել։ Տեղը տեղին մոնտաժվել է։ Ինչ նշանակում մոնտաժվող բանավեճին մասնակցելը։ Մենք ինչքանով կարող ենք վստահ լինել, որ ամեն խոսք տեղեր հասնելու, չեր մոնտաժվելու։ Էդ իշտես կարևոր բան գիտեք, որ եթե էդի եթերում ասեք, մեկ էդի հաստատ մոնտաժում է, հիմա ընտրություններին բան չի մնացել, բայց մեկ այդ պայթյունավտանգ բանը չեք ասում։ Ու վաղարշապատցիները հոտնկայս ծափայարում էին, որ չգնաց ու դա չասեց։ Մի քիչ ավելի հասկանալի ձևով բացատրեք, ինչի չգնացիք ու չբանավիճեցիք ձեր հակառակորդների հետ։ Այսինքն իրենք ընդդիմության ձայն լսելը պատկերացնում են իրանց նման ճղճղալով, գոռալով, առանց պատասխանի արտահայտություններ անելով, Էջմիածնում լավ խոսք կա փողոցներում, բեզաչոտ խոսալով, դրանով են պատկերացնում։ Այդ Էջմիածնի խոսք չի ջան, այդ ոնց որ բերթերից է, եկել է լցվել է փողոցներ, բայց առհասարակ հրաշալի հնարավորություն չէ, հենց հմեկի եթերում բեզաչոտնիկության ատչոտը արձերն հանձնել ձեր հակառակորդներին։ Բայց կարա բեզաչոտնիկության ատչոտը լինի, մի քիչ օքսիմորոն չի։ Առաջին անգամ օքսիմորոն եւ ատչոտ բառերը հնչեցին մի նախադասության մեջ։ Լավ, լսենք հասկանանք ինչ են ասում մյուս տեխնազուները։ Ատչոտի գելի հոտ եմ զգում։
Մեխակյանից առաջ Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանն է մեղադրանքների տարապ տեղացել ընդդիմադիր թեկնածուի գլխին։ Վերադարձնել բնակչին։ Ավականու էջմիածին խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը իբր համագործակցել է ԿՊԱ-ական Դիանա Գասպարյանի հետ եւ հիմնականում կողմ է քվեարկել հողեր օտարելու մասին որոշումներին։ Մի րոպե, Հարություն Մկրտչյանը Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցության ցուցակով չի մասնակցում։ Այո, բարեկամս, այն կուսակցության, որը Երևանի ավականայում ԿՊ-ն ինչ բերում է, հավեսով, արագ, սիրուն, ստորագրում, պեչատում է, Ավինյանին պաշտպանում է ավելի լավ, քան ԿՊ-ականները, բայց երբ գործը հասնում է Վաղարշապատին, ըստեղ հեգնանքի բերումով, ԿՊ-ի բաները ստորագրելը էդի պիտնոյա, ահա եւ պիտնո եւ հեգնանք բառերը հնչեցին մի նախադասության մեջ։ Հարություն Մկրտչյանը այն բոլորովին անաչառ քաղաքագետը չի, որը օրը 4 անգամ կանչվում էր հմեկ, որ պատահական, ուղղակի պատահական թիրախավոր էր ընդդիմությանը։ Հիմա բոլորովին պատահական Արամ Սարգսյանի հետ է, ինչ մի այստեղ բան նկատեցիր, որ բոլորովին պատահական ամեն ինչ։ Լավ, իշխանական տեխնացուն ոնց է ընտրաշավը անցկացնում, ժողովրդարության հիշացնեմ Բաստիոնում։ Քաղաքացիական պայմանագրի շուրջ սկանդալով է սկսվել քարոզարշավը Վաղաշապատում։ Համայնքապետարանի բարեկարգման բաժնի աշխատողները աշխատանքային ժամին շենքերի պատերին կախում են ԿՊԱ-ական տեխնացուի մեծադիր լուսանկարները։ Հարկատուների հաշվին բարձրատրվող համայնքային ծառայողները իրենց անմիջական պարտականությունը կատարելու փոխարեն փաստացի զբաղվում են քարոզչական գործերով, ինչ օրենքն արգելում է։ Բացի այդ, չնախատեսված վայրում են փակցնում ընտրական պաստառները։ Democracy-ն չռում է ԿՊ-ի տեխնացուի վրայից։ Եթե free and fair elections-ի հոտ եք առնում, ուրեմն դուք էջմիացնում եք։ Մնացեք մեզ հետ։ Եվ այսպես որտեղ կարելի է ձեռք բերել Վեդի Ալկոյի բոլոր գինիները եւ ոչ միայն հարցնում են մեզ բոլորը։ Այսօր որոշեցին կիսվել Պուշկին 15A, այստեղ ձեզ սպասում են ոչ միայն գինիները։ Հիմա երբ հասցեն հնչեցինք, պետքա շտապեք ընդեղ, որտեղ ձեր բոլոր ծանոթները համարյա հասնում են ընդեղ։ Վեդի Ալկո, լավագույն ավանդույթները շարունակվում են եւ շարունակվում են եւ շարունակվում են եւ շարունակվում են եւ շարունակվում։ Դες վերնաշեն թե արենի։ Բիբի սալատը։ Դու որոր վախում ես, նայ։ Եվ տենց հարգում ես խմի։ Հաճախ մի քանի բաժակ ավել խմելուց հետո մենք սկսում ենք չամրվել ուրիշներին։ Մեզ թվում է, որ եթե շատ խմենք ու խմացնենք, մեր մասին առասպելներ կհյուսեն, մեզ կծափահարեն հոտնքայս, մեր հետ սելֆի կանեն։ Եղբայրս, երբեմն նույնիսկ քույրս, դա տես չի, խմիր չափավոր, որ երեկոն հաճելի անցնի։ Վեդի Ալկո, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Ում եմ ավելացնում։ Ձեր ցավն է տանեմ, ես էլ պաս։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Իսկ վերջում դիտեք վիդեոբոցը, որպեսզի հասկանաք ինչքան լայն է տարածվում մեր մշակած անունները եւ փաղաքշական ձևակերպումները։ Երբ ձեր անունը որովհետեւ գրվում է, հիմնականում, եթե դա ինչ-որ պաշտոնական տեղեկատվություն չի, երկու պահ կա, որ շեշտվում է։ Առաջինը տարիքն է։ Այն երեխա։ Հա։ Դե ինչ, այսօր Դավիթ Համբարձումյանը պետքա վերադառնա Մոսկվայից ու իրան ձերբակալեն։ Մինչ մենք խոսում ենք, գուցե դա արդեն տեղի է ունենում կամ արդեն տեղի է ունեցել։ Հավանաբար։ Ոստեղ, արա, իսկական 6 տարի, քանի ամիս են տվել, փաստորեն որ ամիսը հանգարց համաներում ընտակ չընկնի։ Արա, ես բայց չեմ ջոգում տրամաբանությունը։ Նյուժելի իշխանությունը չէր ուզում, որ ընդդիմությունը վերջնական խայտարակվի, ինքը մնա, ու տենց միջև վերջ, դե հա, հեսա 20 մինուտ իմպիչմենտ է։ Իմաստը որն էր, ինչի այդքան վատ աշխատում ռեժիմը։ Ես մի քանի հարցազրույց։ Եթե չկա ուրիշ օրակարգ, որի մասին մենք չգիտենք։ Ես ուրիշ հարցազրույցն այսի, լույսին ասում եմ, technically ինքը կարա ձերբակալվի եւ շարունակի մնալ ընդդիմության տեխնացուն, չգիտեմ էդի։ Հա, այսինքն դրանից ավելի հերանեկարային չի դառնա։ Իմպիչմենտը ավելի փրկված է։ Ախ, ես գլուխ չեմ հանում, որ պետք է մի հատ լավ տաքսիստ բռնենք, հարցնենք, ինքը սա կբացատրի։ Հարցիպես մեքենասը չունեմ քանի օր։ Եթե աջակցեք Arm Comedy-ին, միանաք մեր Patreon-ին, ապա հանգիստ կարող եք մոտենալ մեզ փողոցում եւ ցանկացած հարց տալ։